Աստված։ Ինչքան մարդ կա աշխարհում եւ ինչքան մերակություն։ Ինչու եք կարծում, որ վատ դերասան եք։ Մի անգամ իմպրովիզացիա արել եմ, որը լավ բանի չբերեց։ Ազգային ժողով այդ հարցը քննարկեց, թիվին տուգանվեց դրա համար։ Ինչպես է արտահայտվում Լեռնոյի ռոմանտիզմը։ Իրանց էծեցի, կապած, տանջեցի, չգիտեմ ինչեր արեցին։ Իդեպ Լեռնոն իր կնոջը ընտրել է, երբ պոլիկլինիկայում պատվաստման է գնացել։ Մի անգամ աղջիկ էինք փախցնում ու այդ պահին մի 4 կին կախվել են թևիցս բրթում եմ սավին էսկոմեկում այ մորքուս դու մի խառնեմ իմ անձնական հարցերին հեռու գնա ոստիկաններն եկան Իսկ դուք ձեր են հայտնի բառերը որտեղից եք գտնում։ ծաղկակաղամբ կզակիս դաշտամուկ Մեր եթերում առաջին անգամ հրապարակավ ասմունքում է Լեռնո Հարությունյանը։ Ես ատում եմ քո անունը որ խրվել է իմ լեզվի տակ փշատեն փշի նման Թիվ թվաբանության հերթական շատ ուրախ թողարկմանն եք միացել, որովհետև այս անգամ էլ իմ տաղավարում իր արտասովոր կերպարներով, իր արտահայտություններով շատ հայտնի սիրված դերասան Լեռնո Հարությունյանն է։ Ողջույն, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար Մենք 963 ռոբոտիկի հետ ծանոթացնենք ձեզ եւ մեր հեռուստադիտողներին նա թվային պատասխաններ ենթադրող հարցեր է մեզ տալու մենք փորձելու ենք գուշակել թիվ թվաբանությունից ոնց եք Լավ եմ եղել Հա Եղել Դպրոցում Ահա մայրիկը ուսուցչուհի է վստահաբար ազդեցություն ունեցել է Մաթեմատիկայի Այո Այո Բա դրա համար են կանչել հաղորդման Բայց առնչություն չեմ ունեցել Ոչինչ մենք գուշակելու ենք այդ հարցերը Կարևորը հումորով պետք է մոտենալ ամեն ինչին Լսենք առաջին հարցը ու սկսենք զրուցել Քանի բառ ավել են օգտագործում պրոֆեսիոնալ դերասանները ի տարբերություն սովորական մարդկանց Սովորական մարդիկ սովորաբար օրական 2-3 հազար մոտավորապես ես գիտեմ, որ օգտագործում են բառեր, բայց դուք պրոֆեսիոնալ դերասաններդ ունեք բառապաշար, որը տարբերվում է սովորական մահկանացուներից։ Ես Ինչքան կլինի։ Սովորական մահկանացու եմ Օգտագործում։ Ու հա, այդ ինչա կամերայից ու բեմից դուրս սովորական մարդ։ Չէ, բայց ձեր բառապաշարում կան բառեր, որոնք օրինակ սովորական մարդկանց առօրյա բառապաշարում չկան։ Օրինակ ինչ բառ կա մեր բառապաշարում։ Դե տարբեր, ավելի ոչ առօրյա կիրառելի բառեր կան։ Բառեր, որոնք թատրոնում վստահաբար տարբեր պիեսների ընթացքում դուք կիրառում եք։ Չէ։ Չէ, երևի թե։ Չէ։ Երևի թե չէ։ Իսկ դուք ձեր են հայտնի բառերը որտեղից եք գտնում։ Այդ իդեպ ասեմ, դրանք իմպրովիզացիաներ են, որ ամեն տեսարանի վերջում մի հիմարություն ասել եմ, ու այդ հիմարությունները գնացել են եթեր։ Ամբողջ YouTube-ում Ծաղկակաղամ գմբետիլոս տետրացիկլին ունես քույրիկ, հա, դրանք Ո՞նց էին այդ բառերը գալիս ձեր մտքին այդ իրավիճակում։ Աղջիկա հետ օրինակ զրուցելիս ծաղկակաղամբ։ Դե մի վերջում մի բան պիտի գոռայի, այդ բառը ընտրեցի, ես իմ համար ընտրեցի։ Չմտածելով որ կգնա եթեր։ Հա, մտածել եք կմոնտաժվի։ Կմոնտաժվի, որովհետև դա իմպրովիզացիա էր։ Ամեն տեսարանի վերջում մի տենց, չգիտեմ, ջրիկություն ասեմ, հումոր ասեմ, չգիտեմ։ Բայց այդ բոլորը գնացել է եթեր։ Հա, այդ բոլորը գնացել է եթեր։ Դուք հիշվում եք դրանցով։ Երևի։ Իսկ դա նորմալ եք տանում, որ հենց այդ բառերով ու այդ դրվագներով շատ հիշվող դարձան ձեր կերպարները։ Այդ պրոյեկտում կարելի է որ լիներ այդ բառերը, այդ պրոյեկտում հա, կարծում եմ հա։ Հա, բայց ասենք կարող կլասիկ գործերում կամ չգիտեմ։ Թատրոնում եղել են, որ Չէ։ Այլ բառեր օգտագործեք։ Չէ, թատրոնում չենք կարող այդպես բան անենք։ Բայց այդ պրոյեկտը ոչ թե պրոյեկտը սխալ ասեցի։ Իմ կերպարներ թույլ տալիս նման բառեր օգտագործելու։ Սցենարից դուրս։ Իսկ եղել են բառեր, որ մոնտաժվել են եւ օրինակ խոսակցություն ա եղել, որ Լեռնո ջան այդ բառերը մի օգտագործիր։ Չէ։ Չէ։ Չէ, չեն եղել։ Մաքսիմումը ծաղկակաղամբն է։ Դե հա այդ չափը ես միշտ պահել եմ, ինչը կարելի է չանցնել, ինչի վրա կանգնել։ Լավ, եկեք գրենք պատասխանը, մոտավորապես որքանով կտարբերվի դերասանների բառապաշարը։ Մի կարծում եմ 1-2 ամենաշատը։ Պատտեցինք։ Իմ կարծիքով դերասաններն օգտագործում են 1000 բառ մոտավորապես ավելի, քան առօրյա կյանքով ապրող մարդիկ, իսկ Լեռնոյի կարծիքով 1 կամ 2 բառ։ Ընդամենը 1 կամ 2 բառ։ Հա։
Դուք հիշում եք Շեքսպիրի գործերում ինչ բառեր կան օրինակ, որոնք դերասանները կիրառում են իրենց կյանքի ընթացքում շատ հաճախ։ Դուք գիտեք Շեքսպիրում բառեր, որ Դե տարբերվում Շեքսպիրի են։ լեզվավոճական հմտություններով շատ աչքի է ընկնում ու կարծում եմ, որ իմ կարդացած գրականությունը գոնե թույլ է տալիս մտածել, որ իսկապես կան բառեր, որոնք մենք առօրյայում չենք օգտագործի։ Լավ, ես մտածում եմ իրական կյանքում դերասանները քանի բառ են ավել պակաս օգտագործում, հա, ես դες հետ համամիտ եմ, որ Համամիտ մի եք, չէ՞։ կա 1000 դժվար, բայց մի 500 հաստատ։ Հա։ Լավ, տեսեք համոզեցի։ Եկեք լսենք ճիշտ պատասխանը։ Միջինում պրոֆեսիոնալ դերասանները օգտագործում են մոտ 2-ից 4 անգամ ավելի մեծ ակտիվ բառապաշար, այսինքն 5000 բառ ավելի։ 5000 բառ։ 1000 բառ ավելի։ Հա։ Շնորհակալություն։ Ասում եմ, չէ՞, պիեսներում ամեն դեպքում բառեր են, որոնք առօրյայում մենք չենք կիրառում։ Հա, ես իրական կյանքի վրա էի գնացել, կներեք։ Հա։ Հա, Ես ներում եմ, ուղղակի միավորը գրանցվում է իմ օգտին։ լավ։ Եվ 1-0 հաշվով մենք լսում ենք հաջորդ հարցը։ Հոլիվուդյան կատակերգական ֆիլմերում մոտ քանի տոկոս տեսարաններում կա իմպրովիզացիա։ Տեսեք, հատուկ հարց ձեր իմպրովիզացիոն բնույթի համար։ Օ, չեմ կարող։ Ֆիլմերում մոտավորապես դուք օրինակ ֆիլմում նկարվելիս հաճախ եք իմպրովիզներ անում։ Հաճախ, շատ հաճախ։ Ինչքան հաճախ։ Շատ հաճախ։ Կհիշեք ամենա էպիկ իմպրովիզը, որ արել եք։ Կմվիրդիլոս, Էլի։ ծաղկակաղամբ, Իսկ ուրիշ։ կզակիս, դաշտամուկ, ուլիկ եւ այլն։ Իսկ որպես գործողություն, որ որպես բառ չէր հնչի իմպրովիզը։ Դե Լինի գործողություն, ինչ որ կերպարը շեղեք իր բնական ընթացքից, ինչ որ էպիկ դրվագներ կան։ Հազարավոր։ Դե պատմեք։ Մի անգամ իմպրովիզացիա արել եմ, որը լավ բանի չբերեց։ TV-ին տուգանեցին դրա համար ու դրանից հետո նոր օրենք հանեցին, որ մկրատ, դանակ, չերևակադրում մեկի վրա պահած։ Մի րոպե, բռնության տեսարան եք խաղացել։ Ես չխաղացի, ես էլի ինչպես իմ բնույթիս համաձայն, վերջում մկրատը պահեցի քթի վրա եւ Բաղդասարյանի հետ եմ Եվ ասի կկտրեմ քիթ։ Իրանց էծեցի, կապած, տանջեցի, չգիտեմ ինչեր արեցի ու վերջում մկրատը պահեցի քթին, ասացի, լավ, ոնց հասկացա նոր ես վիրահատ է քիթդ։ Դրամդ եմ ափսոսում։ Ու հետ քաշեցի։ Ու այս հարցը գնաց ընդհուպ մինչև վարչապետ։ Մի րոպե, հա, մինչև վարչապետ։ Հա։ Հետո։ Գնաց ու ես անգամ ինձ համալսարանից նկարներ էին ուղարկում, որ թեման բռնությունն է, բռնությունն է թեման, բայց իմ մկրատով ես եմ կանգնած, օրինակը նկարով ես էի, էլի։ Ու մի ազգային ժողով այդ հարցը քննարկեց, TV-ին տուգանվեց դրա համար ու դրանից հետո օրենք մշակեցին, որ այլևս ոչ մի բռնության տեսարան։ Մի վարքյան, ուրեմն մինչև այդ ծեծելը, քաշքշելը, պատին ծեփելը, հետ, կապելը, արուն լվանելը, հա։ Այնքան եռանդով եւ էնտուզիազմով եք խոսում դուք այդ բռնության կադրի մասին։ Ըհը։ Ինչ որ բռնության հակումներ ունեք դուք։ Չէ, բացարձակ։ Չէ։ Ես կապ չունեմ իմ խաղացած կերպարների հետ։ Բայց չգիտես ինչի միշտ ինձ նման դերեր են առաջարկում կերպարներ։ Չեք փնտրել այդ հարցի պատասխանը։ Փնտրել եմ։ Եվ Կարող է լավ եմ խաղում այդ տեսարանները, չգիտեմ։ Իսկ առօրյա կյանքում աղերսներ չունեն այդ ամեն ինչը ձեր անձի հետ։ Բացարձակ ոչ։ Հիմա որ զրուցում ենք կապ ունենք։ Դե նոր նենց ասենց էնտուզիազմով, սենց շատ կրքոտ ասեցիք արուն լվի կանելը, սենց մի տեսակ ոնց որ փառավորվեց ձեր սիրտը այդ ֆայն։ Հա։ Հա։ Հա, ասա։ Լավ, եկեք վերադառնանք մի հատ այդ քաշքշելու տեսարանին, էլի։ Նորմալ է, բայց որ եթերում իրականում բռնության տեսարանը։ Եթե պահանջում է տեսարանը կամ կերպարային պահանջում է, նորմալ է, բայց պիտի ունենա չափ սահման։ Այդ ինքս որ նայեցի, այդ սերիան չափնանցել էի, հա։ Բայց ես չէի արել, որ գնա եթերել, ինչպես միշտ տեսարանի վերջում։ Դուք անում եք պատասխանատվություն թողնում եք մոնտաժողների վրա։ Այո, պետք չի թող կտրեն։ Իմացաք։ Բայց ես չեմ անում, որ եթեր գնա, բոլորը գիտեն, որ ես վերջում մի բան պիտի անեմ։ Իսկ ձեր խաղընկերները նորմալ են տանում այդ ամեն ինչը, որ դուք մեկը վերջում մի բան պիտի անեք։ Ու ասենք էական չի, կարող է մկրատ լինել, կարող է մի օր հումորով ենք վերաբերվում այդ ամեն ինչին։ Իմ խաղընկերները բոլորը գիտեն։
դրա մասին։ Իմպրովիզի վատ դեպքեր իրականում, իսկ ուրախ դեպք կար։ Մի անգամ աղջիկ էինք փախցնում, ես ու խաղընկերս փողոցից ու որոշեցին այդ տեսախցիկները պահեն, որ ժողովրդի ռեակցիան բնական լինի ու այդ պահին մի 4 կին կախվել են թևիցս բրթում եմ սաղին էս կամեկում այ մորքուր դու մի խառնվի իմանձնական հարցերին հեռու գնա ու այս աղջկան լուրջ ծեծելով մտցրեցի ավտոն ոստիկաններն եկան այդ իրանց դուբինկաներով ինձ ծեծելով մտցրեցին այդ իրանց այն ժամանակվա վիլիսները այդ քարակուսի ճաղավանդակներով վիլիսները այդ պահին քերիս զանգեց Շամշադինից Լեռնիկ ջան հենց մի քուկին ունենք տենը ասի դե ուշադիր եղեք մի շաբաթից 02-ով եք նայել Չհասցրիք բացատրել, որ Չէ, դե ինչ բացատրեմ։ Քարմասի ենթակա մարդ է այդ պահին։ հետո Դե հետո տենց ռեժիսորը բանը վազեցին, բա ֆիլմա նկարահանում ա բան։ բայց լավ ծեծել էին ձեզ։ Հո, մի քանի հատ հասցրել են։ Եկեք գրենք պատասխան, Մի- քանի հա։ տոկոս իմպրովիզացիական են։ Դե դուք եթե ամեն տեսարանից հետո եք իմպրովիզացիա անում, հաշվի առնելով, որ Լեռնիկ օրինակ շատ հաճախ է իմպրովիզներ անում, իսկ ինձ հուշում են, ես գրել եմ 50%, իսկ Լեռնիկը գրել է 60%։ Լսենք ճիշտ պատասխանը։ Մոտ 35% դրվագներում դերասաններն անում են հիշվող իմպրովիզներ։ Իմն էր միավորը։ Եվս մեկ անգամ 2-0 է դառնում հաշվի։ Հա, այդ հոլիվուդյան դերասանների Հա։ մասին էր չէ խոսքը։ Այնտեղ մի քիչ է, էլի զսպված են մի քիչ։ Այո, Ամերիկայում օրենք խախտելը ավելի ծանր է նստում դերասանի վրա։ այո։ Ուզում եմ մի հատ իմպրովիզ անենք։ Ինչ կարծիքի եք։ Կարծիքի եմ։ Կարծիքի եք։ Այո։ Ձեզ մի բառ տամ, կկարողանաք պատմություն հորինել ու խաղալ այստեղ։ Մեկ բառից։ Եթե չէ, երկրորդ փորձությունն եմ մտածել ձեզ համար։ Ասում եմ նախադասություն, դուք դա խաղում եք մի քանի տոնայնությամբ։ Դա, եկեք։ Լավն է, չէ։ Գնացինք։ Երկու նախադասություն եմ ընտրել, երկուսն էլ հայտնի գործերից, մեկը ռուս դասականներ, մյուսը Վարդգես Պետրոսյան։ Ես ասեմ, դուք ընտրեք նախադասությունը։ Առաջինը բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար։ Ամեն դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի։ Երկրորդը ապրած եւ չապրած տարիներից Պետրոսյանի, Աստված իմ ինչքան մարդ կա աշխարհում եւ ինչքան մենակություն։ Որ տողն եք ուզում խաղալ։ Աստված իմ։ Աստված իմ ինչքան մարդ կա աշխարհում եւ ինչքան մենակություն նախադասությունը, ասում եք առաջին հերթին ռոմանտիկ, հետո բարկացած, հետո հարբած, բայց ուրախ, հետո շատ լուրջ։ Փորձենք։ Գնացինք։ Ես լավ դերասան չեմ։ Դուք բայց լավ փորձեմ։ դերասան եք, ձեզ սիրում են։ Կարող է սիրում են, բայց լավ դերասան չեմ, բայց փորձենք։ Մենք կքննարկենք ինչ նշանակում լինել լավ դերասան կամ Դավայ, վատ դերասան։ գնացինք։ Բայց եկեք փորձենք համել կհամոզվի։ Գնացինք։ Հիմա ռոմանտիկ։ Նախադասությունը Աստված իմ ինչքան մարդ կա աշխարհում եւ ինչքան մենակություն։ Աստված իմ։ Ինչքան մարդ կա աշխարհում եւ ինչքան մենակություն։ Խորը փիլիսոփայական էր, բայց կարող է մի քիչ ավելի ռոմանտիկ։ Դրա ռոմանտիկա որն է դա։ Դուք պետք է ռոմանտիկա խաղաք, ես ինչ իմանամ։ Ռոմանտիկ չէ։ Այո, շատ ռոմանտիկ։ Աստված իմ ինչքան մարդ կա աշխարհում եւ ինչքան մենակություն։ Լավ էր։ Գրող սև ցավ։ Դավայ հաջորդ Անցնում ենք հաջորդ կատեգորիային՝ բարկացած։ Աստված իմ ինչքան մարդ կա աշխարհում եւ ինչքան մենակություն։ Մի քիչ էլ զզված էիք ոնց որ։ Դե։ Հա, Դե ինչ լավ է, զզվեցին առաջին բարկանում։ դերասանն եք, որ չգոռաց։ Միշտ որ ասում եմ բարկացած նենց են գոռում, թրջում եմ մոտ։ Ֆիլմում։ Չէ, այստեղ։ Հա, դե հա։ Այստեղ։ Տեսակցիկի առաջ գորալ պետք չի։ Հաջորդը՝ հարբած, բայց շատ ուրախ։ Աստված իմ։ Ինչքան մարդ կա աշխարհում եւ ինչքան մենակություն։ Այս դուրս շատ եկավ։ Լավ դերասան եք։ Չէ։ Ուղղակի լավ խմող եք։ Չէ։ Կապ չունեմ երկուսից մեկն է։ Չէ։ Երրորդը, Վերջինը։ չորրորդը։ Շատ լուրջ։ Աստված իմ ինչքան մարդ կա աշխարհում եւ ինչքան մենակություն։ Հավատացի ես։ Ինձ թվում է մեզ դիտողները եւս հավատացին։ Շնորհակալություն, դուք պատվով հաղթահարեցիք փորձությունը։ Իսկ ինչու եք կարծում, որ վատ դերասան եք։ Որովհետեւ լավ դերասաններ գիտեմ։ Հա, որ համեմատում եմ։ Ժամանակակից Եվ ժամանակակից։ անուններ եւ կտակ։ Ալբերտ Սաֆարյան։
Բայց չեք թերագնահատում ձեզ։ Միշտ ձեր հարցազրույցներում նկատվում է դա անընդհատ ձեր մասին ինչ որ թերարժեքության զգացողություն։ Թերարժեքություն չի, դա իրականություն է։ Իրականություն է, որ ես աշխատասեր չեմ։ Ահա։ 1 շարունակեմ։ Եթե կուզեք։ Էլ ինչ չեմ։ Բա տաղանդը։ Գիտեք, էդ էլ է, մի քիչ հարաբերական է այդ տաղանդը։ Իմ հաջողության գրավականը գիտեք ինչումն է, կարծում եմ, այդ մասնագիտության մեջ կարծում եմ բնականությունն է, ոչ թե տաղանդը։ Բնական լինելն է։ Ամեն դեպքում ինչ որ բանը ոչտված եք։ Ահա, դա էլ է, Որը դա էլ ձեզ է մղում է աշտվածություն։ Եթե կարողանում ես բնական լինել, տեսախցիկ։ Իսկ չսովորեցիք լինել աշխատասեր տարիների Չէ, ընթացքում։ չէ։ Ոչինչ ձեզ չստիպեց։ Չէ, ինչի Մի համար։ քիչ ավելի աշխատասեր։ Դե որ ձեզ համար էի օրինակ լավ դերասան։ Առնվազն դրա համար։ Դե որպես դերասան այնքան շնորհակալ եմ, այնքան բանա տրվես ասպարեզում ինձ։ Կարող աշխատասեր լինեի, չտրվեր, չգիտեմ։ Չեմ կարող ասեմ։ Այնքան է տրվել, որ լավ շնորհակալ եմ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Լսենք հաջորդ հարցը։ 2-0 է հաշիվը Լեռնո ջան։ Օգուտ քեզ, Մի հատ հավաքվեք։ օգուտ ձեզ։ Հոգուտ ինձ այո։ Հավաքվեք, որ դեռ 3 հարց ունենք եւ դուք շանս ունեք հաղթելու։ Լսում ենք հաջորդ հարցը։ Քանի իր է մոռացկոտ մարդը միջինում կորցնում 1 ամսում։ Քեզ որպես մոռացկոտ մարդու է հարցնում։ Ես էլ եմ շատ մոռացկոտ ու բարբերաբար ինչ ասես կորցնում եմ։ Ես իմ Թանկարժեք իրեր։ ամենակարևոր իրերս դնում եմ հատուկ տեղեր ու հետո մոռանում եմ որտեղ եմ դրել։ Որ հատուկ տեղ չդնեմ, չեմ մոռանում։ Իսկ ամենաթանկարժեք բանը կամ ոչ թե գնային իմաստով թանկարժեք, այլ կարևոր ձեզ համար որ կորցրել եք, ինչն ա եղել, այն որ սրտիդ դարդ ա լինում։ Իմ դրամապանակը երբ որ դրեցի մեքենայի գլխին, Հա։ այդ դրամապանակի մեջ էլ ամեն ինչ էր։ Ամեն ինչ, վարորդական իրավունքից միջև չգիտեմ ինչ։ Ու գումար։ Դրեցի, այդ ժամանակ Ժիգուլի էի քշում։ Այդ ինչին Դրեցի գլխին, պատմություն։ դրա դուռը բացել է ահագին պատմություն էր, էլի։ Բացեցի, նստեցի, գնացի, հետո հիշեցի, որ դրամապանակը Դրամապանակը թռա։ վերևն եմ թողել։ Չգիտակ։ Դուրս եկա որ վերցնեմ, տեսա չկա էլ։ Պետքա գրենք թիվ։ Քանի իրենք կորցնում, մենք մոռացկոտ մարդիկ։ Հա։ Մարդիկս։ Օրը քանի։ Ամսվա կտրվածքով էր հարցնում։ Ոյ։ Պատտենք, գնացինք։ Իմ կարծիքով 5, Լեռնոն կարծում է 7։ Տեսնենք ով է ավելի մոտ։ Լսենք։ Լեռնոյի նման մոռացկոտները մոտ 5 իր կորցնում են 1 ամսում։ Տեսակ 10-ից 10 կրակեցի, ես 5 էի գրել։ Այս անգամ էլ է միավորը իմը, Լավ, բայց ռոբոտիկը գիտեր փաստորեն, որ շատ մոռացկոտ եք, տեսակ։ հա, գիտեր։ Լսում եմ մեր խոսակցությունինք։ Դուք ասմունքում եք, Չէ։ իսկ ձեր ձայնը ձեզ պետքա թույլ տար դա անել։ Դուբլյաժներ շատ եմ արել։ Դուբլյաժ ոնց էր Կրկնօրինակում, ձայնային կրկնօրինակում, հա, կրկնօրինակում։ շատ եմ արել։ Երևի մի 3-4 տարի զբաղված եմ եղել, բայց ասմունքելը միշտ վախեցել եմ, որ չեմ կարող, երևի չեմ կարող։ Իսկ եթե ասեմ, որ մենք փորձություն ունենք ձեզ համար, Խնդրեմ։ Ստեղ ասմունքելու։ փորձեմ, հա։ Այո, այսօր առաջին անգամ Դավայ։ Լեռնիկը կփորձի։ Վստահ եմ, որ կստացվի ձեզ մոտ, որովհետև ձեր ձայնի տեմբրը լավն է, իսկ որ հայ հեղինակին եք նախընտրում։ Սևակ։ Ես գիտեի։ Կա բանաստեղծություն, որ նախընտրում եք։ Ունեմ բանաստեղծություն Սևակից։ Առաջին փորձությունը ուղղակի շատ լավ եք հաղթարել։ Հիմա երկրորդն է եւ մեր եթերում առաջին անգամ հրապարակավ ասմունքում է Լեռնո Հարությունյանը։ Գնացինք։ Ես ատում եմ քո անունը, ինչպես եւ դու քեզ փայփայած իմ անունն ես ատում գուցե։ Ես ատում եմ քո անունը, որ խրվել է իմ լեզվի տակ փշատեն ու փշի նման։ Եվ դու ինչու չես հարցնում, թե քո անունն ինչ գույն ունի։ Ես ատում եմ եւ այդ գույնը։ Ու թե աղջիկ ես ունենամ, պիտի կոչեմ քո անունով։ Ես ատում եմ քո անունը։ Դուք դիպչել եք վստահաբար Ծափ շատերի արեք, սրտի լար։ խնդրում։ Ինչու՞։ Ինչ դուր եկավ։ Մեկնաբանություն գրեք, եթե ձեզ դուր է եկել եւ ոգեկոչեք, գուցե YouTube-յան ալիք կբացի եւ կստեղծագործի արդեն նաեւ որպես ասմունքող։ 3-0 հաշվով Լեռնո ջան, դուք պարտվում եք դերևս։ Ես ասմունք եմ ես աղջիկ։ Դուք պարտվում եք, դրա համար անցնում եք փորձություններով, հասկանում եք։ Գեթ 1 անգամ եթե դուք հաղթեք, գուցե ես ձեզ շանս տամ ինձ փորձության ենթարկել։ Լավ։ Տեսնենք։ Լավ։ Լսում ենք հաջորդ հարցը։
Սիրահարված մարդիկ դիմացինի թերությունների քանի տոկոսը չեն նկատում։ Գրեմ։ Ուժեղ սիրահարված եղել եք։ Հա։ Հա, խելակորույս։ Հա։ Տխրեցիք։ Չէ։ Չէ, ինչի համար։ Լավ չի, որ այդ ճանապարհն եմ անցել։ Միանշանակ։ Հիմա ինչ պիտի ասեմ։ Հիմա պիտի գրենք։ Գրենք։ Քանի տոկոսն է։ Քանի տոկոսով է նվազում թերությունները։ Քանի տոկոսով է Նվազում, ավելի քիչ ենք տեսնում, չէ, այդպես է, չէ, սովորաբար, երբ որ մենք սիրահարվում ենք, նկատում։ չենք նկատում թերություններ։ Ուրանում ես։ Այո։ Պատտենք։ Դե լավ, 90%-ով։ Հա։ Ես կորցնում եմ 50։ Ես մի քիչ ավելի սթափ եմ, ինձ թվում է դատում, ինչքան էլ որ այո, էմոցիաները կարող են մշուշել գլուխը։ Դե ամեն մարդու տրված չի։ Ձեզ մոտ փաստորեն այսպես կուրորեն է Այո, տեղի ունեցել։ այո։ Բայց ձեր կնոջը ընտրել եք ավելի գիտակցված, Հո։ սթափ եւ հստակ որոշում։ Կնոջս ընտրել եմ։ Ընտրել եք։ Չեմ սիրահարվել։ Այո։ Կպատմեք մեզ այդ պատմությունը, չնայած մի քանի անգամ պատմել եք, բայց իսկապես շատ հետաքրքիր պատմություն է։ Լսենք ճիշտ պատասխանը, հետո զրուցենք։ Սիրահարության դեպքում դիմացինի թերությունները նկատում ենք 50% պակաս ինտենսիվությամբ։ Ռոբոտ դու ինչ գիտես սիրահարված մարդը ինչա նկատում, ինչ չի նկատում։ Եվ իսկապես շատ տարբեր են էմոցիաները։ Լավ է, ձեզ մոտ լավ անջատվում է այդ պահին փաստորեն, որ սիրահարվում եք, ամեն ինչ հրաշալի է։ Մաղթում եմ, որ ամեն օր սիրահարվեք ձեր կնոջը։ Շնորհակալություն։ Հա, շնորհակալ եմ։ Դե պատմեք, լավ։ Ոնց է հնարավոր այդքան գիտակցված ընտրություն կատարել, հատկապես եթե ունակ եք այդքան խելակորույս սիրահարվելու։ Իդեպ Լեռնոն իր կնոջը ընտրել է, երբ պոլիկլինիկայում պատվաստման է գնացել։ Ու այդ կինը ին վրա Հոխորտացել է։ Հոխորտաց։ Այդ դուր եկավ փաստորեն ձեզ։ Դուր չեկավ, ուղղակի ոնց որ սենց ինձ բանի գցեց էլի, ինչ իմանամ, ինչ արեց։ Նախ հետաքրքիր էր ինձ համար, արդեն ինքը ինձ համար հետաքրքիր էր։ Այսով ինչ ասա, ինչ չի ճանաչում։ Սխին վրա մուննատ եկավ, պիտի մուննատ չգար։ Հակառակը պիտի ինքն էլ համոզեր, որ թևդ բայի թող սրսկեն։ Մի հատ պահի դեմ։ Հա։ Ու այդպես դե ընդհանրապես ես եկել էի նրան, որ ամուսնությունը ընտրությունը։ Ոչ թե Հաճախ են չէ սիրահարվածություն։ հարցնում ով է ընտրյալդ։ Չեն ասում ով է սիրահարվածը աղջիկը։ Ով է սիրածը։ Ընտրյալը ով է։ Նոր եմ ես անալիզ անում, որ այդ հարցը հենց այնպես չեն տալիս։ Իսկ սերը երբ է գալիս։ Սերը ընթացքում։ Այ հենց հիմա խելագարվում եմ կնոջս համար։ Առանց իրել չեմ Բայց չեմ զգացիք պատկերացնում։ ոնց տեղի ունեցավ այդ փոփոխությունը։ Հա, Ինչքան ժամանակ աստիճանաբար։ տևեց։ Եվ արդյոք դա հնարավոր է հաղթահարել, երբ որ ի սկզբանե չկա այդ զգացմունքը։ Տեսեք, Իսկապես շատ հետաքրքիր է։ սերը դա մարդկային տեսակի, որակների արժևորումն է, որը դառնում է սեր ու սերն ու սիրահարությունը լրիվ տարբեր բաներ են, կապ չունեն իրար հետ, ընդհանրապես կապ չունեն։ Այդ սերը պետք է կառուցվի երևի թե պետքա կառուցվի։ Սիրահարությունը ինչ մտ ճտոց է։ Մտ կայծ է։ Հա, ու երբ որ ես կնոջս հետ սկսեցի ապրել, շատ հարցերում, շատ իր քայլերը իմ համար զարմանալու աստիճան քայլեր էին, զարմանալու աշճան համբերատարություն, զարմանալու աշճան նվիրվածություն, զարմանալի աշճան ամեն ինչ։ Այն ինչը դարձավ փաստորեն ամուր եւ Հա, սենց կուտակվեց ու ասում եմ Աստված ջան, ես ինչ ճիշտ ընտրություն եմ արել ես։ Ես ինչ ճիշտ ընտրություն եմ արել։ շատ երջանիկ մարդ եք, մենք մի քիչ նախանձեցինք նույնիսկ ձեզ։ Հա, ես շնորհակալ եմ Աստծուն։ Հա, ամեն անգամ ամեն Կիրակի գնում եմ մոմ եմ վառում եկեղեցում ու միշտ իմ աղոթքի մեջ կա, որ ընտրյալիս հարցում շնորհակալ եմ Տեր։ Խիղճս հանգիստ, երջանիկ։ Ձեր հարաբերություններում ավելի ռոմանտիկ եք դուք։ Ես առնվազն այդպես
իմացա ձեր զրույցներից մեկից։ Հա։ Ինչպես է արտահայտվում Լեռնոյի ռոմանտիզմը։ Այն որ խաղաղասեր ես, այդ ռոմանտիկան երևի թե սկսվում է այդտեղից, տենց շտրիխներն իր հավաքում ես դառնում է ռոմանտիկ, ինչ որ անուն են դրա ռոմանտիզմ։ Հա, հումորով են վերաբերվում ամեն ինչին։ Հետ չնայած այդ հումորով վերաբերվելն էլ աստիճանաբար եղավ, որ լիքը բան կա հումորով ես վերաբերվում ու դու դառնում ես երջանիկ ընդհանրապես։ Ոչ թե վեր է ազդում, այլ դու հումոր ես դրա մեջ։ Ես գիտեմ, որ դուք սկսել եք կյանքը ուղղակի թեթև տանել շատ։ Դրա մասին ասում եք նաև։ Էդ էլ է մտնում դրա մեջ։ Իհարկե։ Ռոմանտիզմը իրական կյանքում է։ Սերը, արվեստը, ամեն ինչը իրական կյանքում է։ Ու ավելի մեծ, քան մեր գրված արվեստներում, սիմֆոնիկ, չգիտեմ, երաժշտություններ են կլասիկ ստեղծում բան, բայց ավելի պրոֆեսիոնալ բնության մեջ է այդ ամեն ինչը։ Չգրված, բայց գեր իդեալական։ Իդեալական սիրո մաստեր կլաս մեր եթերում։ Շնորհակալություն, սա իսկապես ձեռքբերում էր։ Եվ 4-0 հաշվով դուք ուղղակի այլևս հնարավորություն չունեք հաղթելու ինձ, բայց գոնե մեկ միավոր կարող եք։ Հնարավորություն չունեք հաղթելու։ Ես մեծահոգաբար զիջում եմ։ Ես սիրում եմ, որ պարտվելիս այդ նախադասությունը ասում են հյուրերը։ Ջենտլմենություն են անում, մեծահոգություն են անում, մի խոսքով ամեն ինչ բացի պարտվելուց։ Լսենք վերջին հարցը։ Քանի տոկոս տղամարդիկ են նախընտրում աղջիկ երեխա ունենալ։ Հայկական իրականության մեջ այդ տոկոսը ցածր է։ Հա։ Եվ տենդենսը դեռ չի նվազում, ցավոք սրտի, բայց աշխարհում կարծում եմ իրավիճակն այլ է։ Այո, աշխարհում։ Հուսով եմ, որ այսպիսի վիճակագրություն մեր թվերը համընկնում են։ Լսենք ճիշտ պատասխանը։ Տղամարդկանց մոտ 25%-ը ուզում է աղջիկ երեխա ունենալ։ Դրանցից մեկը հենց Լեռնոն է։ Ճիշտ է։ Գիտի։ Տեսնում եք ինչքան բան գիտի։ Բայց ես աչքիս Հայաստանի թվերն էր ասում, ինչ 25%։ Որ ուզում են աղջիկ ունենալ։ Երևի մնացածի համար կարևոր չէ։ Հուսանք։ Ով աղջիկ ունենում է, հաստատ համոզված են, որ ուզում է էլի աղջիկ ունենա։ Եկեք երկու բան քննարկենք։ Առաջինը թե դուք ինչու եք այդքան սիրում աղջիկ երեխաներին եւ նորից նախընտրում աղջիկ երեխա ունենալ, եւ ինչու հայկական իրականության մեջ կա տղա երեխայի հանդեպ այդ պաշտամունքը։ Տղա երեխան, իմ մեջ էլ ա եղել, որ տղա ունենամ, բայց երբ որ երեխա չունեի դեռ, բայց որ աղջիկն ունեցա, վայ Աստված ջան, այդ մի ուրիշ նվերակյանքում քեզ, ուրիշ ընծայա քեզ աղջիկը։ Տղամարդու մասին է խոսքը։ Այդ քնքշությունը, այդ հոգատարությունը, այդ ժպիտը, այդ փաթաթվելը, ջերմությունը, ամեն ինչը, որը կարծում եմ դժվար թե տղայից ստանանք։ Ես էլ եմ տղա երեխա եղել, գիտեմ էլ ինչ եմ ասում։ Տղայնացնելուց բացի ոչինչ բան չարեցինք մեր ծնողներին։ Հա, բայց աղջիկ, այ կուզեի մի աղջիկ էլ ունենամ, նոր հետո տղա։ Իսկ թե ինչու են հայկական իրականության մեջ ավելի շատ նախընտրում տղաներ ունենալ։ Կարծում եմ իրանք էլ չգիտեն։ Կարծում եմ։ Որովհետև ես էլ էի այդպես ասում եմ, ուզում էի տղա ունենամ, բայց երևի ընկերություն անել կամ չգիտեմ, քեզ շարունակող երևի առաջ գերխնդիրը դա է, որ քեզ շարունակող ստեղծես, նոր անցնես աղջկան։ Աղջիկը շարունակող չի։ Դա չէ երևի։ Շարունակող է, բայց ինչ են տղային ասում շարունակող։ Հա, ազգանուն է երևի պահելը։ Ազգանուն է։ Մենակ ազգանվան համար։ Կարծում եմ, հա։ Տեսնում եք ինչքան չհիմնավորված է այդ ֆետիշացումը տղա երեխայի։ Ես ասացի, չէ՞ որ իրանք էլ չգիտեն երևի։ Դրա համար եմ այս դիսկուրսը ձեզ հետ ծավալում էլի, հա։ Հանգիստ առողջ մթնոլորտում եք քննարկում։ Այո։ Դուք ասում եք, որ աղջկաս հետ ընկերներ ենք։ Ինչպես է արտահայտվում այդ ընկերությունը, ո՞նց եք պահում ընկերական շփումը արդեն դեռահասության գնացող աղջկա հետ։ Հա, շատ ենք իր միասին։ Մի անգամ գիտեք ինչ ասաց պապ, որ նայում եմ շրջապատում, դու տարբերվող պապա ես, ասում եմ ինչի ես տենց ասում աղջիկս։ Ասում եմ դու շատ ես ինձ վրա ժամանակ ծախսում։
Շատ ես խոսում, հոգեբանական զրույցներ ենք ունենում միասին, քննարկում ենք, ասում ենք, խոսում ենք, բան։ Հա, իրականում շատ ենք մենք զրուցում։ Ինքը շատ է ինձ հարցեր տալիս։ Որի համար ես շնորհակալ եմ ինձ, որ կարողացել եմ հասցրել դրան, որ աղջիկս ինձ հարցեր տա։ Ու կարծում եմ դա լավ է։ Հրաշալի է, երբ ծնողն ու երեխան ընկերություն են։ Դա ամենաստացված հարաբերությունն է կարծում։ Ու հիմնականում հիմա ինքը գրականություն է, կարդում է, գրքեր է կարդում։ Միասին վեր ենք լուծում, քննարկում ենք։ Իսկ արգելում եք։ Ինչ։ Ինչ որ բաներ։ Գրականության մեջ։ Չէ, արգելված Չէ, խորհուրդ եմ տալիս իրան։ Հա։ Հա, այ տեսեք, չեմ ասում մի զբաղվի հեռախոսով կամ չգիտեմ, ասում եմ վտանգը շատ է։ Վտանգները սրանք են։ Հնարավորինս զգուշ եղի։ Հնարավորինս պահի ապահովությունը, հնարավորինս հեռու մնա այս ինչ բաներից, բայց ինչ մնաց արգելեմ, չէ։ Ինքը այդ արդեն լավ, ինքը գցում բռնում է, ինչն է լավ, ինչն է վատ։ Հա, հասկանում է։ Ինչն է ձեզ զարմացնում դեռևս։ Կա բան էս կյանքում, որ ձեզ զարմացնում է։ Այլևս չկա մի բան, որ զարմացնի ինձ։ Վերջ։ Վերջ։ Չէ, էլ չեմ զարմանում։ Այդպես էլ պիտի լիներ։ Որ տարիքում դա եղավ։ Ես կարծում եմ ես վերջերս գնալով համոզվեցի, որ Ինչ որ դեպքից հետո, թե Չէ, դեպքերի բերում, դեպքերի, ոչ թե դեպքի։ Դեպքերի։ Ընդհանրապես պիտի իրավիճակներ կյանքում ամեն իրավիճակ պիտի գնահատել, ընդհանրապես։ Այդքան բան։ ոչ թե զարմանալ, զայրալը։ Ոչ թե զայրանալ, զարմանալ, քննադատել, ընդհանրապես գնահատել իրավիճակը։ Եվ հետևություններ անել։ Այո, եւ հետևություններ անել։ Այն որ վրետ ակտ են գրում, ոչ թե դրանից պիտի ջղայնանաս։ Մի հատ գնահատի իրավիճակը։ Մի հատ հետևությունների մասին մտածի, երբ որ քեզ չդուգանեին դրա համար։ Ինչեր կարող էր լինել։ Ու դու ընդհանրապես դրա համար վճարում ես X գումար ու դու երջանիկ ես։ Մասնագիտական երազանք շատ լավ օրինակ է, դիպուկ օրինակ է, մասնագիտական երազանք, որը չի կատարվել, բայց կուզեիք։ Ուրեմն ասեմ, երազանքներ ունենալուց Խուսափում եք։ Հա, չեմ ունեցել տենց երազանքներ։ Առավել եւս մասնագիտական։ Կարևորը դուք գոհ եք ձեր մասնագիտական հաջողություններից, դե արդեն ընտանիքից եւ կնոջից տեսանք ինչքան գոհ եք եւ շնորհակալ։ Մենք ձեզ մաղթում ենք միայն, որ կատարվեն ձեր այն երեխա ունենալու երազանքները, աղջիկ, տղա եւ այլն։ Եվ ես շնորհակալ եմ շատ հավես ուրախ նաեւ խորը փիլիսոփայական զրույցի համար։ Խորը փիլիսոփայական։ Շնորհակալ եմ նման որակավորման համար ու շատ հաճելի էր ձեզ հետ շատ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Դեռ կհանդիպենք։ Հուսով եմ։ Հիշեք ուրախ դրվագներ, իմպրովիզներ եւ բաներ, որոնք հրապարակավ կարելի է պատմել, ու մենք անպայման նորից կհանդիպենք։ Սիրով։ Իսկ այսօր Լեռնա Հարությունյանի հետ թիվ թվաբանությունը այսպեսին էր։ Կհանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։